Գիրք ծննդոց, գլուխ 5. Այս է Ադամի ծննդոց գիրքը։ Այն օրն, որ Աստված մարդը ստեղծեց, Աստծո պատկերով հնարավ նրան, արու և էգ ստեղծեց նրանց, և օրհնեց նրանց, և նրանց անունը Ադամ կոչեց նրանց ստեղծվելու օրը։ Եվ Ադամը 130 տարի ապրեց, և իր նմանությամբ իր պատկերի պես որդի ծնեց, և նրա անունը Սեթ կոչեց։ Եվ Ադամի օրերը Սեթին ծնելուց հետո 800 տարի էին, և տղերք և աղջկերք ծնեց։ Եվ Ադամի ապրած բոլոր օրերը 930 տարի եղավ, և մեռավ։ Եվ Սեթը 105 տարի ապրեց, և ծնեց Ենովսին։ Եվ Սեթը Ենովսին ծնելուց հետո 807 տարի ապրեց, և տղերք և աղջկերք ծնեց։ Եվ Սեթի բոլոր օրերը 912 տարի եղավ, և մեռավ։ Եվ Ենովսն 90 տարի ապրեց, և Կայնանին ծնեց։ Եվ Ենովսը Կայնանին ծնելուց հետո 815 տարի ապրեց, և տղերք և աղջկերք ծնեց։ Եվ Ենովսի բոլոր օրերը 905 տարի եղավ, և մեռավ։ Եվ Կայնանը 70 տարի ապրեց, և ծնեց Մաղաղիելին։ Եվ Կայնանը Մաղաղիելին ծնելուց հետո 840 տարի ապրեց, և տղերք և աղջկերք ծնեց։ Եվ Կայնանի բոլոր օրերը 910 տարի եղավ, և մեռավ։ Եվ Մաղաղիելը 65 տարի ապրեց, և ծնեց Հարեդին։ Եվ Մաղաղիելը Հարեդին ծնելուց հետո 830 տարի ապրեց, և տղերք և աղջկերք ծնեց։ Եվ Մաղաղիելի բոլոր օրերը 895 տարի եղավ, և մեռավ։ Եվ Հարեդը 162 տարի ապրեց, և ծնեց Ենովքին։ Եվ Հարեդը Ենովքին ծնելուց հետո 800 տարի ապրեց, և տղերք և աղջկերք ծնեց։ Եվ Հարեդի բոլոր օրերը 962 տարի եղավ, և մեռավ։ Եվ Ենովքը 65 տարի ապրեց, և ծնեց Մաթուսաղային։ Եվ Ենովքն Աստծո հետ վարվեցավ Մաթուսաղային ծնելուց հետո 300 տարի, և տղերք և աղջկերք ծնեց։ Եվ Ենովքի բոլոր օրերը 365 տարի եղավ։ Եվ Ենովքն Աստծո հետ վարվեցավ, և չէր գտնվում, որովհետև Աստված առավ նրան։ Եվ Մաթուսաղան 187 տարի ապրեց, և ծնեց Ղամեքին։ Եվ Մաթուսաղան Ղամեքին ծնելուց հետո 782 տարի ապրեց, և տղերք և աղջկերք ծնեց։ Եվ Մաթուսաղայի բոլոր օրերը 969 տարի եղավ, և մեռավ։ Եվ Ղամեքը 182 տարի ապրեց, և մի որդի ծնեց, և նրա անունը Նոյ կոչեց, ասելով. «Սա մեզ կհանգստացնե մեր գործքերիցը և մեր ձեռքերի ցավերիցը, այն երկրի պատճառով, որին Եհովան անիծեց»։ Եվ Ղամեքը Նոյին ծնելուց հետո 595 տարի ապրեց, և տղերք և աղջկերք ծնեց։ Եվ Ղամեքի բոլոր օրերը 777 տարի եղավ, և մեռավ։ Եվ Նոյը 500 տարեկան եղավ։ Եվ Նոյը ծնեց Սեմը, Քամը և Հաբեթը։